ցեմենտի գործանը վերցնում ենք։ Խի հենց իմացակ, որ ասենք այդ մարդիկ դնում են իրանց տեխնացությունը, գնում եք ցեմենտի գործանը ձեռք ձեռնեք։ Որտեղ է արդարությունը։ Կամ մարդը քարոզարշավը անում, դու դնում ես իրան վիրավորում ես, ինքը պատասխանատար է, դու գնում ես իրան կալանավորում ես։ Կամ գալի ասում ես փողա բաժանել, կալանավորել եմ այն կանդազին։ Կանդազը պատով տղա է, կռված տղա է։ Ես իր հետ մի քանի անգամ շփվել եմ, շատ կռված տղա է, ես չգիտեմ արելա թե չի արել, եթե արելա վատ արել։ Ես չգիտեմ դա, չգիտեմ իրանց ապացույցները, բայց հասկանալով իր արդարադատությանը, այդ թվում իմ հանդեպ, ես չեմ հավատում, որ ինքը դա արել է։ Հետո բացի դրանից կաշառքի մասին է խոսում։ Խի մենք հասկանում ենք կաշառքը այն, որ զանգում են ասում են արի քեզ 10,000 դրամ փող տամ։ Իսկ կաշառք չի, որ զանգում ես ասում ես իմ համար չքվեարկես, գործից կհանեմ։ Դա ի՞նչ է։ Դա կոռուպցիա չի։ Կամ դա կոռուպցիա չի, որ դու ասում ես բանին թաղապետարարին մի հատ շրջեք տներով բանը, կամ դա կոռուպցիա չի, որ դու պասպորտ սեղանին ասում եք այս մարդու տան վրա բաներ գրանցի, մարդը գնում է, ես գիտեք ինչքան է զանգի։ Մարդը գնում այնտեղ եւ ասում է, որ բանը մեկ էլ հայտնաբերել են, որ իմ տան վրա մարդիկ են գրանցված, որոնց ես չեմ ճանաչում ու իրանք արդեն կան ընտրացուցակի մեջ։ Իմ մոտ խիստ կասկածանք կա, որ կարող է մի հոգի գրանցված լինի եւ Թավուշում, չգիտեմ, եւ Երևանում, եւ Էջմիածնում, եւ Գորիսում դնի մի հատ միկրոավտոբուսի մեջ այդ մարդկանց ֆռցնեն։